Քրիստոսի խաղաղությունը ցեզի հետ սիրելի հերոստատիդողներ եւ ունգընտիրներ։ Հայ ժողովուրդը ունի բազմաթիվ նահատակներ։ Հայ ժողովուրդը նաեւ ունի հadoop հարկանք նահատակներու եւ սուրբերու հանդեպ։ Սակայն որոշ սուրբեր եւ նահատակներ մասնավորապես գվայելեն հայ ժողովրդի սերը, համակրանքը եւ հարկանքը, բացի Սուրբ Գույս Աստվածածնեն, մերզի համար մեծ սուրբեր են մեր անշուշտ հայ ժողովրդի առաքյանները Թադեոս եւ Բարթողոմեոս, մեր լուսավորիչը Գրիգոր, ապա Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ, իսկ այս շրջանին, որ կգադարենք Վարդանանց զորավարներու, Վարդանանց զինվորներու, զորականներու նահատակության հիշադակը, այդ նահատակներն ալ մեզի համար, հայ ժողովրդի համար ունին հadoop նշանակություն։ Եվ մեր սուրբերուն, մեր նահատակներուն նվիրված են հadoop շարականներ, աղոթքներ, նաև ժողովրդական սովորություններ, ինչպես Սուրբ Սարգսի, Սուրբ Գևորգի, Սուրբ Հակոբի բարակային եւ մեր ժողովրդի մեջ նաև անվանագոչության բարակային կտեսնենք, թե որքան սիրված են այդ սուրբերուն անունները։ Ուրեմն Ղևոնդյանք, որ քահանաներ էին, ոչ միայն քահանաներ, հոգևորականներ, նահատակներ եւ վարդանանք, զորավարներ եւ զինվորներ, նահատակվեցան այդպես ընդհանրապես կհիշվի հավատքի եւ գրոնքի համար։ Եվ սակայն այդքան ալ բարձ չէ, որովհետեւ սա ինքնապաշտպանության եւ ազգային գիտակցության պատերազմն էր, կամ հագամարտությունը կամ հեղափոխությունն էր բարսիկներու թեմ։ Մենք կհիշենք Վարդանանց նահատակները, Ղևոնդյանք, Ադոմյանք եւ սակայն ունենք այն նահատակներ, որոնք Սուրբ Վարդանանց հերոսներեն, նահատակներեն ավելի առաջ գդարած են այդ նահատակության հասած են, գդարած են այդ պաշտպանության գործը, ինչպես Վաչեյանները։ Քիչ ծանոթ են մեզի, որովհետև հadoop անունով չեն հիշվիր, եւ սակայն պատմությունը մեզի անոնց մասին հաղորդած է մանրամասնություններ։ Անցնելի առաջ Վարդանանց եւ Վարդանանց հերոսներու նահատակներու մասին խոսել է, գուզեի հիշել ուրեմն Վաչեյանները։ Ուրեմն Վաչեյանները Վաչե Մամիկոնյանի առաջնորդությամբ, որ այդ ժամանակի սպարաբետներ նահատակվին իրենց բայկարին մեջ եւ Վրդանես կաթողիկոս այդ ժամանակ գահստադե նաեւ նահատակներու հիշադակի տոնը։ Ինչ որ մեր բադմիչը մեզի գահաղորդ է, գգարտա մեր բադմիչին դողերեն։ Ասկե ետ դարձյալ խիստ պատերազմ տեղի ունեցավ բարսիկներու եւ հայերու միջև, որովհետեւ բարսիկները մեծ բազմությամբ հավաքվեցան, եկան հայոց աշխարհը առնելու։ Ապա մեծ հայգի սպարաբեդ զորավար Վաչեն հավաքեց նախարարական զորքերու ազատներու բանակը եւ դուրս եկավ բարսից զորքերուն դեմ պատերազմելու։ Երկու կողմենալ անասելի գոդորած կգադարվեր եւ շատ մեծամեծ ավականիներ կգոդորվեին, կոչնչանային։ Այս պատերազմին ինգան Վաչեն հայոց մեծ բարաբեդը եւ ամբողջ աշխարհը մեծ սուքի մեջ ինգավ, որովհետեւ դերը շատ անգամ անոր ցերկով փրկություն շնորհած էր հայերուն։ Այսպես կգրե մեր բադմիչ Փավստոս Բյուզանտ։ Այս պատերազմեն վերջ հետաքրքրական է Վրդանես կաթողիկոսի մխիթարական խոսքերը։ Այդ խոսքերեն գտեսնենք, թե ինչ կնշանակեր հայերու համար ինքնապաշտպանություն, ինչ կնշանակեր ինքնություն, ինչ կնշանակեր միասնություն, ինչ կնշանակեր բայկարիլ ազատության համար, ինքնության համար, հայրենիքի համար եւ ոչ միայն գրոնքի համար, անշուշտ գրոնքն ալ կարևոր թերմ ուներ, որում մասին պիտի խոսենք ավելի ուշ։ Ուրեմն Վրդանես կաթողիկոս, որ ծնած է 285 թվականին եւ մահացած է 341-ին, հայ կաթողիկոս, հայոց կաթողիկոս եղած է 333 թվականին մինչև 341 թվական։
նախաբես եղած է զինվորական։ Ուրեմն այդ հայրենիքի ինքնաբաշխանության պատերազմեն վերջ վաչեյաններու նահատակութենեն վերջ Վրթանես կաթողիկոս հետևյալը գնե։ Աբա Վրթանես եպիսկոպոսաբեդը գահավաքեր գմխիթարեր բոլորը Խոսրով թագավորը եւ բոլոր զորքերը, որոնք սրդագեզ ողբով եւ արցունքով թաղծալից հոգերով մեծ լաց ու գոձով բռնված կսկային կացողներուն դարաբանքը մնացողներուն համարելով։ Մեծ Վրթանեսը մոդենալով անոնց կսպոպեր եւ գսեր մխիթարվեցեք Քրիստոսով, որովհետև անոնք, որ մերան մեր աշխարհի եկեղեցիներու եւ աստվածադուր հավատքի համար մերան, որբեսի մեր աշխարհը չկերվի, քարուքանդ չլա, սուրբ եկեղեցիները չբղձվին, նահատակները չանարգվին, սպասները բիղձ եւ անհավատ մարդոց ցերկը չանցնին, սուրբ ուխտը չաղավաղվի, մգրդված ժողովուրդը քերի չերտա եւ չմատնվի անհավատներու ճշտամունքի զանազան բղձություններուն։ Եթե թշնամիները մեր աշխարհը կրավեն, այստեղ կհաստատեն իրենց անորեն անհավատ անաստված գարկերը, որ հուսանք թե երբեք չի բադահիր։ Իսկ մեր բարեբաշտ նահատակները այս բանի համար պատերազմ մղեցին եւ չարիքը մեր աշխարհեն հալածելով ու հերացնելով մերան, որբեսի անհավատությունը եւ աստվածաբաշտ ու աստվածասեր աշխարհը մութ չգործե եւ չարի գամքին ձարա չդարձնե ու շատ հոգիներ, որ չերմերանդ անգեղծ սիրով իրար գապված են, իրար մե չփաժնե եւ չքայքայվի։ Ուրեմն հիմնականին Վրթանես կաթողիկոսին համար, հայերուն համար հայ ժողովրդի միասնությունն էր, որ ընտանիքները չքայքայվին, ժողովրդի միասնությունը չքայքայվի, երգիրը քարուքանդ չլա, երգիրը չբղձվի եւ առավել եւս երգրեն կամ ժողովուրդեն հավատքը չգործվի։ Այսպես ուրեմն Վրթանես կաթողիկոս այսօր վրա նաև գհաստատե, որ գադարվի ամեն տարի հիշադակը նահատակներուն, որոնք մերան հայրենիքի պաշտպանության համար եւ որոնք մերան կամ նահատակվեցան իրենց գրոնկը բահելու համար։ Ինչու համար հայրենիքի պաշտպանություն եւ գրոնկ կամ հավատքի հավատարմությունը միասին հիշվի։ Եթե նկատի առնենք մեր այսօրվան մտայնությամբ շատ անգամ մանավանդ ազատամիտ մտայնությամբ կսենք պետք է գրոնք եւ քաղաքականություն բաժնել իրար մե, ուրեմն պետություն գրոնք պետք է բաժնել։ Եվ սակայն պատմության մեջ այդպես չէր։ Եթե նկատենք հին ժողովուրդներու մոտ, հին ժողովուրդները ունեին իրենց անհատական աստվածը, յուրաքանչյուր ժողովուրդ ուներ իր աստվածները, իր չաստվածությունները։ Ուրեմն գրոնքը կամ հավատալիքները սերտորեն մաս կգազմեին ժողովրդի ինքնության։ Ուրեմն երբ կսենք հայերը նահատակվեցան իրենց հավատքին համար, քրիստոնեության համար, չի նշանակեր անոնք գրոնամոլ անհատներ էին կամ հadouk գրոնասեր մարդիկ, այլ իրենց գիտակցության մեջ այնպես էր թե ասկությունը, ասկային ինքնությունը կամ ինչ pedagoganությունը եւ այլն եւ հավատք եւ գրոնք իրարու սերտորեն առնչված են, դա ինքնության մաս կգազմե։ Եվ կարելի չէ մեկը մյուսեն բաժնել, որովհետև ինքնություն է բարձավես։ Ուրեմն այսօրվան, եթե մենք այսօրվան աչքով դիտենք այդ պատմական դեպքերը, հետեւաբար բարձրան է, որ սխալ պիտի հասկանանք, ասելով, որ ասոնք գրոնամոլ անձեր էին եւ քացին նահատակվեցան ոչնչի համար, ոչխարներու պես ինչպես շատ անգամ կքննադատվի։ Ասկե դուրս ունենք նաև Կարեկինի նահատակությունը։ Կարեկինը նույնպես իշխան մներ, երբ Հազգերդ գծաղրեր քրիստոնյաները, քրիստոնեության հավատքը եւ գմեղատրեր ասելով, որ ահավասիկ ծեր քրքի մեջ, ծեր սուրբ քրքի մեջ գրված է, թե ծեր Աստվածը չարչարվեցավ, խաչվեցավ, մահացավ, ինչպես կրնա այդպես բան գդարվի եւ գծաղրեր քրիստոնեական գրոնքը։ Ուրեմն այդ ժամանակ Եղիշե պատմիչ մեզի հետևյալը գահաղորդե. Եվ այսպես հբարդացավ, կորոզացավ իր մտքի մեջ, սանձարցագորեն գհոխոր դար մարդկային բնութենեն ալվեր, ոչ միայն մարնական պատերազմերու գործերու մեջ, այլ ինքն իրեն հայրենի գարկի բնութենեն մեծ բամը կգարձեր։ Այդ պատճառով անգերձավորությամբ ինքն իրեն իր գարձիկով գթակցներ, բայց ինչպես կնկատեին իմաստունները, ինքն իրեն գարձես անմահներու գարկը գտասեր։ Ուրեմն Հազգերդ թագավորի բարական է։ Ուրեմն երբ սաստիկ զայրացած էր Քրիստոսի անվան վրա, երբ կլսեր, թե դանչվեցավ, խաչվեցավ, մեռավ եւ թաղվեցավ։
Երբ այսպես օրեցօր ցնորած գդարուփերեր նույն մտքով հայոց երիտասարդ նախարարներեն մեկը Կարեկին ընտիմապանեց անոր եւ ասավ. «Քաչ թակավոր, դու որտեղ են գիտես դիրոջ մասին այդ բաները, որ գխոսիս»։ Թակավորը պատասխան տվավ եւ ասավ. «Ահա իմ արջևս գարտացին ծեր մոլորության գիրքը»։ Գրգին պատասխան տվավ Բադանյագը Կարեկին իշխանը եւ ասավ. «Թակավոր, ինչու մինչեւ այդտեղ միայն գարտալ դվիր, շարունակել դուր գարտալը եւ այնտեղ գլսես հարությունը, շատերուն հայտնվիլը, երգինք վերանալը, հոր աջ կողմը նստիլը, երկրորդ քալստյան խոստումը, բոլորին հրաշալի գերբով հարություն դալով արդար Թադաստանի համարոտ հադուցումը»։ Երբ թակավորը այդ լսեց, խոր խոցված երեսանց ծիծաղեցավ եւ ասավ. «Այդ բոլորը խաբեություն է»։ Քրիստոսի զինվորը պատասխան տվավ եւ ասավ. «Եթե քեզի համար հավատալի են անոր մարմնավոր չարչարանքները, ավելի եւս հավատալի պիտի լա քեզի համար անոր երկրորդ ահավոր քալուստը»։ Ադոր վրա ուրեմն թակավորը Հազգերտ սաստիկ կզայրանա եւ իր ամբողջ զայրույթը գտապե Կարեկինի վրա եւ գահանցնե զայն նահատակության։ Ուրեմն վաչեյանները Կարեկինի իշխանը ասոնք նախավարդանյան նահատակներն են։ Անցնենք Ադոմյան նահատակներուն։ Նաեւ Ադոմյան իշխանները, որոնք նահատակվեցան Ադոմ Քնունի եւ Մանաջիհի Ռշտումի նախարարներու առաջնորդությամբ, զոհ էին բարսկական քաղաքականության։ Բարսիկները եւ բյուզանդացիները ունեին շատ աղդոտ քաղաքականությունը եւ հայերը նայած որ կողմը որուն տաշնագիցն էր, գիտենք որ Հայաստանը շատ անգամ բաժնված էր երկու հզոր պետություններու միջև եւ իրենց տաշնագիցներու կողմը, այսինքն բարսիկներու կամ բյուզանդացիներու կողմը գուղարկվեին միշտ հերավոր սահմաններ պատերազմելու զանազան ազգերու ցեղերու դեմ։ Բարսիկներու համար հյուսիս կամ արևելք հայ զորավարները գուղարկեին այնտեղ, բյուզանդացիները ապա գուղարկեին հայերը մինչև Թրակիա եւ այդ շրջանները, բարձավես հայ լավ ուժերը, լավ գրվողները հերացնելու համար Հայաստանեն, որովհետեւ Հայաստանը մնա միշտ խեղճացած։ Եվ հայերը լավ պատերազմող, լավ գրվող, իրենց այդ պաշտոնը լավ կգտարեին։ Նույնն է Ադոմյան զորավարներու բարական, երբ Հազգերտ թակավորը այդ քաղաքականությունը գործեքրե, այս զորավարները ուղարկելով հերու Հայաստանեն պատերազմելու այլ ազգերու դեմ, այլ ջագադի վրա։ Ճանապարհին այդ իշխանները գսկան Հազգերդի պատրաստած տավը եւ գվերաթարնան Հայաստան։ Սակայն բարսկական բանակը իրենց յետին էր եւ պատերազմի մեջ գնահատակվին։ Ուրեմն Ադոմյան զորավարները նույնպես նախավարդանյան նահատակներ են։ Անցնելով Վարդանանց նահատակներուն։ Վարդանանց պատմությունը մեզի ծանոթ է հիմնականին Եղիշե Վարդապետի կրքեն։ Եղիշե պատմիչ, Եղիշե Վարդապետ մեզի գահորթե իր Վասն Վարդանա եւ հայոց պատերազմին երգին մեջ, թե ինչպես այդ բոլոր թեփքերը պատերազմեն առաջ, պատերազմեն վերջ, մինչև քահանաներու Ղևոնդյանց նահատակությունը, թե ինչպես պատահեցավ մանրամասնությունները։ Ուրեմն հիմնականին մեզ այդպես ծանոթ է, թե Հազգերտ թակավոր գուզե հայերուն բարդատրել մոքերու գրոնքը, զրատաշտական գրոնքը։ Եվ սակայն բազմաթիվ իշխաններ եւ հայ ժողովուրդեն շատեր գտիմատրեն պատերազմ դեղի գունենա ավարայրի տաշտին վրա եւ շատ հայեր գնահատակվին։ Եվ այս պատմության մեջ մեզի ծանոթ են երկու գլխավոր թեմքերը Վարդան եւ Վասակ, որոնց մասին պիտի անդրադառնանք տակավին։ Ուրեմն երբ ինչպես հիշեցի նկատի կառնենք այդ ժամանակի վիճակը, կտեսնենք որ շատ բարդ բան մնե, այդքան ալ բարձ չէ,
որ հազգերտ ըսավ դուք պետք է ձեր գրոնքը ուրանաք, անուն գսին հայերը ասին մենք մեր գրոնքը չենք ուրանար, բادرազմ գնենք եւ հեղափոխություն։ Ուրեմն այդքան բարձ չէ, որովհետեւ ինչպեսի շատ բարդ քաղաքականություն է։ Բարսիկները ունեին իրենց խնդիրները, բյուզանդացիները ունեին իրենց խնդիրները եւ իրենք ստիպված էին շատ անգամ այնպիսի միջոցներու թիմել բարձրապես իրենց բեդությունը, իրենց իշխանությունները բահելու համար նկատի չէին առներ թե հայերը քրիստոնյա կամ ոչ քրիստոնյա են, կարևոր իրենց համար որ հայերը ըլլային հբադակ։ Բարսիկները ունեին զանազան հարցեր հյուսիսային ցեղերու հետ, արևելքի կողմը, բյուզանդացիները ունեին իրենց խնդիրները հոներու հետ եւ անոր համար նաեւ հայերը որ գուհուսային թե բյուզանդացիները իրենց օգնության պիտի կան եւ սակայն չեկան օգնության, որովհետեւ անոնքալ իրենք պատերազմի մեջ կգտնվեին։ Ուրեմն ընկճելու համար Հայաստանը, հբադակ դարձնելու համար Հայաստանը ամենաթյուրին ցևներ նախ իշխանները դարձի բերել սիրաշահիլ, որովհետև երբ իշխանները կսիրաշահեին, բարսիկները կամ բյուզանդացիները կմտածեին ուրեմն ժողովուրդն իրենց կողմը պիտի լա եւ ուրիշ քաղաքականություն, ինչպես հիշեցինք, աշխատին միշտ լավ ուժերը, լավ մարտական ուժերը ուղարկել Հայաստանեն հերու, որբեսի Հայաստանը չունենա այդ զինվորական ուժը թիմադրելու համար կամ ապստամբելու համար։ Ուրեմն ոմանք հենվելով Ղազար Փարպեցիի պատմածին վրա Վարդանի մեջ կտեսնեն նույնիսկ գրոնամոլմը, մեկը նույնիսկ Վարդանը գանվանի ավելի գրոնավոր, քան զինվորական։ Իսկ վասագը շատերու համար ինքը փուն դիվանակեդը, փուն քաղաքակեդն էր եւ Վարդան դակ գլուխ գրոնամոլ անցմներ եւ սխալներ կործեց մինչդեռ եթե վասագին խորհրդին մտի գներ պիտի փրկվեր մեր ժողովուրդը եւ վասագը իսկապես այդ մաքուր անցներ, որ հայ ժողովրդի բարիկը կբահանջեր։ Եթե սակայն հիշենք այլ պատմիչներ, Եղիշե, Պավստոս Բյուզանդ, Խորենացի, պիտի տեսնենք, որ Վարդան գրոնավորը չէր, Վարդան Մամիկոնյան գրոնամոլ անցմը չէր, Վարդան մասնակցած էր Մեսրոպ Մաշտոցի, ընկերակցած էր դեպի Կոստանդնուպոլիս, ինք մասնակցած էր բանակցություններու դիսպոն, ուրեմն արդեն Վարդան ուներ զինվորական եւ քաղաքական գործունեություն, զինվորական էր, այո, չուներ թե գրնալ չուներ վասագի սրամուտությունը դիվանագիտական մարզի մեջ եւ սակայն այնպես ալ չէ որ ինք բարձրապես նահատակության գերտար ոչխարի նման, ինչպես Ղազար Փարպեցիեն ցանոթ է ավելի։ Ղազար Փարպեցիի պատմությունը սակայն միդումնավոր գերբով գրված է, գիտենք որ ինք Մամիկոնյաններու համար գրած է եւ բարձրան է որ ուրեմն Մամիկոնյանները պետք է ներկայացվեին իբր բացարիք նահատակներ, իբր իսկապես Քրիստոսի հետևորդներ, որոնք երկնքի մեջ են, սուրբ են եւ այլն։ Եվ սակայն ուրիշ պատմիչներու եթե նայենք, ինչպես ասի Եղիշե, Պավստոս, Խորենացի դարբեր պատկերմը մեզի գդրվի։ Իսկ վասագը կներկայացվի իբր դիվանագետ, քաղաքագետ, որ շատ խելացի ծրագիր ուներ հայերը լավ ցևով դուրս բերելու այս վիճակեն։ Նկատի առնենք, եթե վասակ գրնալ իսկապես ինքը լավ դիվանագետ էր, լավ քաղաքագետ էր, գրնանք ընդունել, եւ սակայն նկատի առնենք, որ եթե ինք իսկապես կուզեր հայ ժողովրդի բարիկը, եթե իսկապես ինք կուզեր Հայաստանի փրկությունը, ինչու համար այդ ժամանակ անցավ բարսիկներու կով, ինչու գերտայը բարսիկներուն գդեղեկացնե հայկական բանակի, հայկական զորքերու մանրամասնությունները, դա արդեն մատնիչի տեր է, դա արդեն դիվանագիտություն չէ, երբ ինք գբարակտե հայ ժողովրդի միասնությունը, եթե ինք իսկապես կուզեր հայերու եւ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարելավությունը եւ կամ որ հայերը այս պատերազմեն շահավոր դուրս գան, ինք պետք է փորձեր առնվազն որ հայերը փոքրակույն վնասներով դուրս գային, մինչդեռ
ինք ինչպես ասի ուղագի բարսիկներուն գահաղորդե հայ ժողովրդի հայոց բանակի մանրամասնություններու մասին, որուն հետևանքով երբ Մուշկան Նիզալավուրդ այս լուրերը գբերե Հազգերդին, Հազգերդ ինքն զայրացած գսպառնա եւ ուրեմն վասակ վերջի վերջո գարժանանա նաեւ Հազգերդի անարքանքին եւ բարգության, որովհետեւ այո գրնալալ իսկավես լավ թիվանակե դեր, բայց գվերջանա իբր մատնիչ եւ թավաջան տշպախտապար։ Ինչ ցեվալ որոշում առնեին, լավ վասագի եւ գամվարտանի որոշումը։ Հայերը, ինչպես ասի, գտնվեին նեղ գացությամը մեջ, թեկվեին բարսիկներու գոմ, գամ բյուզանդացիներու գոմ, այսպես կամ այնպես երկու բարակայինալ պիտի ունենային իրենց դժվարությունները այս կամ այն գայսրության կամ թակավորության կամ ուժերուն հետ։ Հետևաբար այդքան բարձ չմեգնենք Վարդանանց տոնը Վարդանը նկատելով գրոնամոլ անցմը։ Իրենք այդպես հարմարտադեցին եւ ապստամբեցան։ Ունենք ուրիշ բարականել ար մեր հայ պատմության մեջ, որոնք գրնանք ներկայացնել իբր դիվանագիտություն, ինչպես արձրույները Բաքրատունիներուն թեմ գադարեցին թեկվելով արաբներու կողմը Բաքրատունիներուն թեմ ելելով, սա արդեն դիվանագիտություն չէր, բայց արդեն անձնական շահեր գհետաբնտեին։ Բարսիկներու բարական նկատի առնելով Հազգերդ ստիպված էր շատ անգամ մոկերուն մտի գնել։ Եթե նայենք, այո, Հազգերդի քաղաքականությունը ուներ նաև գրոնական բնույթ, որովհետև Սասանյանները ստիպված էին շատ անգամ մանավանդ իրենց քաղաքականությունը, երբ կգտնվեր վտանգի տակ, երբ վտանգված կդեսնեին իրենց թագավորությունը, ստիպված էին իրենց տաշնագիցներ գտնել եւ շատ անգամ այդ բարակային մոկերը կամ գրոնաբեդեր եւ այլն իրենք էին, որոնք հզոր մասը կներկայացնեին ժողովրդի մեջ, բարսիկներու մեջ իսկապես ուժ ունեին, հետևաբար Հազգերդ ստիպված էր իրենց կողմ թեկելու, ինչպես շատ մը Սասանյաններու պատմության մեջ շատ մը ուրիշ թագավորներ։ Դժբախտաբար մենք այդ շրջանին, այդ ժամանակին համայնք ժամանակամիջոցին չունենք օդար ուրիշ շատ աղբյուրներ, որ գարենանք ավելի մանրամասնություններ քաղել Հազգերդի քաղաքականության մասին, եւ սակայն հիմնականին այդ էր։ Բարսիկները ունեին իրենց հարցերը, իրենց խնդիրները եւ Հազգերդ ստիպված էր թիմել մոկերուն իբր տաշնագիցներ, այդ բարակային մոկերն անշուշտ կբարդատրեին իրենց ուզածը, իրենց շահերը։ Ուրեմն սխալ կամ ճիշտ, ինչպես որ կատարված է եւ սակայն գիտենք, որ Վարդանանք նահատակվեցան որոշ նպատակով եւ այդ նպատակն էր ինքնությունը։ Եղիշեի պատմության մեջ կա շատ քեղեցիկ նաեւ արտահայտություններ, ինչպես Եղիշեգը գրե, որ մեր մայրը Սուրբ Եկեղեցին է, մեր հայրը Սուրբ Ավետարանը եւ պատրաստ ենք նահատակության եւ այլն։ Սակայն Եղիշեգը հիշե ուրիշ բան մնալ, որ այստեղ կհաստատե ինքնության պայքարը, ուր հայերը գսեն թե մեր գրոնքը սկեստի պես չէ, որ ովևէ ժամանակ փոխենք։ Ուրեմն, ինչպես սկիզբը հիշեցի այս հաղորդումին, գրոնքը ժողովրդի ինքնության կարևոր մեկ մասը կկազմեր։ Եվ նկատի առնենք, որ հայերը մոտ 150 տարիներ առաջ քրիստոնյա դարձած էին։ Ուրեմն 150 տարվա մեջ նորեն նոր գրոնք ընդունել փոխել, դա արդեն անլուրջ բան մներ։ Արդեն այդ 150 տարվա մեջ քրիստոնեությունը դարձած էր հայերու ինքնության մաս։ Թեև շատ անգամ կմեղադրենք քրիստոնեությունը ասելով, որ քրիստոնեությունը մեզ ոչխարացուց, քրիստոնեությունը մեզ դգարացուց, ընդհակառակը քրիստոնեությունը հայ ժողովրդին քիր տվավ, ավելի շեշտելով, ավելի ուժեղացնելով հայ ժողովրդի ինքնությունը, եթե այսօր քիր քրագանություն ունենք, դա քրիստոնեության կբարդինք մենք, Մեսրոպ Մաշտոցին կբարդինք։ Ուրեմն քիրերու քյուդեն այդ ինքնությունը ու ինքնության ուժեղացման կարևոր մեկ դարեն ոչի 50 տարի անցած չեր գնար հայ ժողովուրդը ասել նորեն մորնանք եւ ուրիշ նոր ինքնություն սկենունք։
դա ինչպես է արդեն անլուրջ պիտի լար եւ ովևէ մեկը որ կբանչի Երանի հայերը ընդունեին այդ մյուս կրոնքը կամ հետանոսության դառնային շատ ավելի հզոր պիտի ըլլային եթե ով նախ պատմություն չի գերդվիր եւ սակայն անոնք որոնք նաեւ կքննադատեն քրիստոնեությունը եւ այս բարակային վարդանանք կամ Մեսրոպ Մաշտոցը կամ Գրիգոր Լուսավորիչը նախ պետք է լավ գարտան պատմությունը եւ պատմապանը պետք է կամ բանասերը պետք է նաեւ թափանցե իր ուսումնասիրած ժամանակի մտայնության մեջ չեն կրնար մենք մեր այսօրվան մտայնությամբ որոշ հետևողություններ առնել պատմական ովևէ դեպքերը որոշ բաներ հետևցնել որոշ մեր քաղաքապարախոսությունը մեր քաղաքապարախոսությամբ գաղաբարել ովևէ բան դա արդեն անլուրջ բան է ուրեմն պատմապանը լավ կնշանակի թափանցել դվյալ ժամանակի մտայնության եւ քաղաքապարախոսության մեջ մեզի համար այս գլա նաեւ վարդանանց պատկամը ինքնություն եւ միասնություն ինքնություն կնշանակի ինչպես չեմ իշեր անունը մեր հայագետներեն մեկը գրե այդ ժամանակ վարդանանց ժամանակ եւ մյուս նահատակներու ժամանակ անոնք գծարային հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերու եւ ոչ թե գուսակցություններու եւ որոշ քաղաքապարախոսություններու շահերուն այդ է ինքնության քաղաքապարը այդ է միասնության քաղաքապարը եւ մենք նաեւ ներգայիս շատ գեղեցիկ օրինակ ունենք եթե նկատի առնենք մեր վերջին ապրիլյան պատերազմին ուր Հայաստանի մեջ նաեւ ինտիմատիր ուժերը հավաքվեցան նախագահի կողքը միացան նախագահին որովհետեւ դա արդեն մեկ հայկական ճակատ էր շատ գեղեցիկ օրինակ մնե գրնա անց նախագահին հագարակը լալ կամ ոչ հագարակ սակայն երբ ինքնության հարց է ահավասիկ նաեւ ինտիմատիր ուժերը անոնք որոնք համացայն չեն բեդության եւ այլն գմիանան սակայն գգանքնին նախագահի գողքը նախագահի յետին ասելով որ սա մեզի համար ասկային եւ միասնության եւ ինքնության հարց է այսօր հայ ժողովրդի համար կարեւոր է այդ ինքնության եւ միասնության պատկամը ինչ որ վարդանանց նահատակները մեզի գուտան ինչ որ ադոմյան վաչեյանք կարեկին եւ այս բոլոր նահատակները մինչեւ 1915-ի նահատակները մինչեւ Բաքուի եւ այլ չարտերու նահատակները մինչեւ ներգայի մեր նահատակած զինվորները որոնք ունին քաղաքապարախոսությունը որոնք գիտակից են իրենց ինքնության որոնք հավատարիմ են իրենց ինքնության եւ միասնության հետեւաբար եթե մենք այդ ինքնության գիտակցությունը մեր մեջ զորավոր չէ եթե մենք այդ միասնության քաղաքապարը չունենք այլ բարձրապես գծարայեմ նաև այսպես գոչված ասկային շահերու մեջ գծարային որոշ խմբակցությամը որոշ քաղաքապարախոսությամը դա արդեն բարակդում է դա արդեն չեմ գրնար անվանել ավելի խոհեմ գեցվածք ուրեմն այսօր մանավանդ երբ մեր ժողովրդին սպառնալիքները շատ են ոչ միայն բادرազմ մեր ճակատներուն վրա այլ նաև մեր հսկա սպյուրքը այսօր կգտնվի որոշ մարդահրավերներու թիմաց ինչ է ինքնությունը ինչ է հայ ըլլալ նաև սպյուրքի մեջ լալ երկրորդ սերունդ երրորդ սերունդ հայ սպյուրքի մեջ ինչպես կրնամ ես ինքնությունս պահպանել լեզուս պահպանել իմ հավատալիքներս պահպանել իմ հավատքս իմ քրիստոնեությունս որ ինչպես ասի մաս կգազմե սերդորեն մաս կգազմե մեր ժողովրդի ինքնության ինչպես կրնանք այսօր մենք որոշ ասկային խնդիրներու բարակային միասնություն ցուցաբերել ինչպես կրնանք մենք այսօր թիմակրավել մեզի սպառնացող վտանգները միասնությամբ եւ ոչ թե որովհետեւ ես այս կամ այն քաղաքապարախոսության կպատկանիմ, այս կամ այն գուսակցության կպատկանիմ, հետևաբար ես կփնտրեմ այդ գուսակցության շահը, իմ շահս եւ այլն, այլ պետք է հարցնենք ես իսկապես իբր հայ մարդ կփնտրեմ իմ ասկիս հայրենիքիս շահը, ես իբր հայ մարդ պատրաստ եմ հրաժարելու որոշ քաղաքապարախոսութեմը կամ միանալու ինտիմատիր թեգոզ կամ հագախոհ ուրիշ անցիմը բարձրապես պաշտպանելու համար ինքնություն եւ հայրենիք դա մեզի համար կարեւոր հարցեր են ուրեմն սիրելի հերոստատիդողներ եւ ունգընտիրներ այս իմաստով
երբ կգադարենք մեր նահատակներու դոները, Ադոմյանց, Վարդանանց, Ղևոնտյանց դոները, ինչպես նաև անոնց հիշադակը, որոնք ճունին օրացույցի մեջտեղ վաչեյանք եւ այլն կարեկին եւ մինչեւ մեր վերջին զինվոր նահատակները միշտ անոնց հիշադակը վար բահենք, բարձր բահենք, հետևելով անոնց օրինագին։ Քրիստոսի խաղաղությունը ցեզի հետ, սիրելի հերոստատիտողներ եւ ունգընտիրներ։